Սարամեջ համայնքում գիշերը գայլերը հարձակվել և հոշոտել են 60-ից ավելի գառներ և ոչխարներ, անասնագոմի տիրոջ խոսքով ձայներ չեն լսվել։ Հա, ես իմ ամրուշն ես, սրանով ես ապրում, ես 15-20 տարի ապրում եմ, ես ու ասեմ ավելա, ես իմ ամրուշն, ես դրանով եմ ապրում։ Դե վնասը ես ինչ ասեմ, շատ մայր ոչխարեր, կեսնել գառ են, ծանրազներ։ Սարամեջ համայնքի ղեկավարը հայտնեց, որ գայլերի հարձակման դեպք սովորաբար գրանցվել է սարերում, այն էլ 1 կամ 2 ոչխար է հոշոտվել։ Համայնքապետարանը ֆինանսական օգնություն կտրամադրի, ընդհանուր վնասի չափը մոտ 2 միլիոն դրամ է։ Համայնքային բյուջեից իրենք կարող շատ օգնում է 100,000 դրամի կարգի ասենք օգնություն կամ բան տան։ Մնացածը կդիմենք հենց մեր պատգամավորին, մեր ղեկավարությանը տենանք մի որոշ բանով կարող իրանք օգնեն։ Լոռու մարզպետարանի գյուղվարչության աշխատակիցների տեղեկացմամբ այս տարի սա գայլերի հարձակման 3-րդ դեպքն է մարզում։ Ստեղծված հանձնաժողովն արձանագրություն կկազմի ու կուղարկի կառավարություն։ Մինչ այդ պետք է ուշադիր լինել, որ հոշոտված գառների միսը որևէ կերպ չգործածվի։ Չի կարելի, արգելվում է ասենք մորթ կազմակերպել, որովհետև չի բացառում, որ հնարավոր է կատաղության հարուցիչով վարակված լինեն, այդ պատճառով խստիվ արգելվում է, որ ինչպես անկված ոչխարները, այնպես էլ իրավոր ոչխարները մսեղի սննդի մեջ օգտագործելու համար։ Անասնապահը հոշոտված ոչխարներին տեղափոխելու է գյուղի մոտ գտնվող անասնագերեզմանոց։ Գյուղվարչությունը գյուղացիներին զգուշացնում է անասնագոմերի դռներն ու պատուհանները փակ պահել։ Սարգիս Գոքորյան, ժամը լրատվական։